Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 23-ի համար։ Բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 23-ին։ Որից է ոլորտ կկայունանա ձեզ մոտ, կամ դուք ինչ-որ բաներ կանեք, կավարտեք և այդ ոլորտին այլևս չեք անդրադառնա, որտեղ արդեն պետք չի լինի։ Դան հետ կապված հարցեր կան, որոնք կլուծեք, միգուցե վարձն եք տալիս, վերջացնում, միգուցե վերանորոգում է հյուրեր կունենաք, միգուցե առիթ է նաև տանը կամ ձեր տան պետք է գնաք այդ առիթին։ Տուն եք գնում, տուն եք վաճառում, այդպես տեղափոխություն նաև մեկ այլ բնակարան։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այն ինչ ցանկություն եք նաև կարող պահել, որովհետև տիեզերքը այդ օրը ձեր կողմից է եւ այնինչ պահեք կիրականանա։ Նաև լուր կարող եք լսել հեռվից, դուք մի փոքր այդպես աստղի նման փայլեք ձեր գործունեությամբ, ձեր արարքով։ Նաև կարող ինչ-որ հարցեր կան, որ գնում եք օտար երկիր։ Գուցե տոմսեր եք գնում, գուցե պատրաստվում եք, այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 23-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, աղջկա հետ, այստեղ երկու տարիքային տարբերություն է կա, երկու տարիքային տարբերությամբ աղջիկների կանանց։ Տեսնենք առաջինով է, դե ինչ-որ մի տղայի մայր կարող է լինել, ծանոթ տղայի կամ ձեր դասարանից, ոչ մեկի մայրը։ Նաև սա նոր ծանոթություն կարող է լինել, նոր ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Այդ օրը նաև հանդիպում շփում, որից է տղամարդու հետ, ոնց որ տարբեր մարդկանց հետ եք հանդիպելու, մեկ այս մյուսին, մեկ այն մյուսին։ Մեկ ինձ հետ այդպես եղել է, մեկ ինչ-որ մեկի հետ ֆրանսերեն լեզու եմ սովորել, հանդիպել եմ, մեկին, չգիտեմ, հոգեբանական խորհրդատվություն եմ անցկացրել, մեկ էլ ինչ-որ դիմացուց է դուրս գալիս, այդպես տարբեր մարդիկ, ավելի շատ մարդկանց եմ հանդիպում այդ օրը, քան ոչ իրադարձություններ են լինում։ Տեսնենք ով է այդ տղամարդը։ Ուսման հետ է կապված, միգուցե իրար հետ եք սովորել, այդ տղամարդու մասին կարող եք ինչ-որ գաղտնիք իմանալ, ինքը ձեզ ոչ է գաղտնիք ասի, միգուցե սիրային թեմայի նաև գաղտնիքը, միայն ինչ-որ բան չէ։ Նաև կարող է մտնում է ձեր կյանք և փոխում է ձեր կյանքի էջը, նոր կամ որոշում եք նորից սկսել ինչ-որ մի բան, հիմքից սկսել։ Տեսնենք այս մյուս աղջիկն ով է, որ կարող եք հանդիպել։ Այս մյուս աղջիկո մոտ հնարավոր է վիրահատություն է, հնարավոր է վիճում եք իրար հետ կամ ժամանակին եք վիճել, այդպես ցույց է տալիս, ով է, այսինքն մարդը ում հետ կամ կվիճեք կամ արդեն իսկ վիճել եք։ Նաև ինչ-որ աղջիկ է, որ հիմքից փոխում է իր կյանքը, հիմքից փոխում է ամեն ինչ իր մոտ, նորով է սկսում կամ կարող եք իմանալ, որ բաժանվել է, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 23-ին։ Բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, նաև լեզվակռիվ է ոմանց համար, նաև բամբասանք է ոմանց համար, կարող բամբասում են այստեղ նաև դրա համար վիճում եք, վեճը կամ, տուն եք մաքրում, թե վիճում եք։ Այստեղ վեճը կարող է լինել նաև ձեր երկրորդ կեսի հետ, իրար չհասկանա, կամ մեկը իրանը առաջ մղի, իրանը առաջ տանի և դրա համար չկարողանաք հասկանալ իրար։ Նաև
Տուն եք մաքրում նաև, որ ձեր սիրելին գա, կախված է ձեր օրվանից, հա, թե այդ օրը ինչ եք անելու։ Ուշադիր պետք է լինեք, որտեղ այդտեղ կարող է լեզվակռիվը ի վերջո հանգեցնի ավելի մեծ վեճի, հա, իրար չհասկանաք եւ հետո արդեն ավելի ուժեղ վեճ լինի։ Նաև այդ օրը ուրիշ կերպ կսկսեք մտածել, կամ հենց սա ասում է, որ ուրիշ կերպ մտածի այդ թեմայի վերաբերյալ, այսինքն ավելի իմաստուն եղի, ավելի խորաթափանց, ավելի հասուն ձևով նայի դրան, եւ սա նաեւ մարդը տեսնում է իրեն հայլու մեջ եւ հասկանում է, որ մեծացել է, արդեն տարիքն է։ Նա նաեւ կյանքի նոր իմաստ է սա, ինչ-որ նոր իմաստ կգտնեք։ Գուցե իրոք տուն եք մաքրում, որ ձեր սիրելին վերադառնա եւ այդպես եւս հա նոր կյանքի իմաստ է սկսում։ Կյանքն է նոր իմաստ ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասում խեցգետիններին մայիսի 23-ին։ Անակնկալ նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, ոմանց համար սա նաև ժամադրություն է սիրային, ինչ-որ մի բան է ձեզ մոտ ծաղկում, առաջ է գնում։ Այդ օրը նաև ուշադիր եղեք սուր գործիքներից, ոմանք ահաբիրատություն եք անում կամ ինչ-որ սուր գործիքներով ինչ-որ բաներ եք անում ձեզ վրա, ինչ-որ գործողություններ, դա նաև հասարակ մանիկյուրի հետ կապված է, այստեղ հեռացնելը եւ այլն յուրաքանչյուր բան այդտեղ մտնում է, հա, այս սուր գործիքի մեջ։ Նաև սա վեճ է շատ ուժեղ, որ մարդը հանում է դիմացինին իր կյանքից։ Նաև սա հիմքից ինչ-որ մի բան սկսելն է, որ հիմքից եք ուզում անել, ամեն ինչը սկզբից եք սկսում։ Կամ դուք եք հենց փորել, հա, եւ հիմա քանդել եւ հիմա ամեն ինչ սկզբից եք սկսում։ Այդ օրը նաև շատ զրույց կունենաք ինչ-որ մարդկանց հետ, քննարկում, դա նաև կարող է լինել բամբասանք, լեզվակռիվ ինչ-որ մարդկանց հետ, դա կարող է լինել այստեղ նաև վեճը, որ ասեցի, վեճը կարող է լինել, վեճից հետո ոնց որ մարդը դեռ շարունակում է այդ մեկը մյուսին կծելը լեզվով։ Մի հատ ոնց որ լավ բուրըն վեճ, հետո չէ որ մարդը մինչև հանգստանա դեռ պետք է կծի մծի, չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 23-ին։ Երեխաների հետ կապված որևիցե պրոցեդուրաներ են այստեղ։ Հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, նաև դա կարող է լինել նոր գործ, նոր աշխատանք, նոր ինչ-որ մի բանի սկիզբ, նոր հարաբերությունների սկիզբ, եւ այստեղ եւս հա ունեք ինչ-որ դետալ, որը դա է ասում, որ հիմքից կքանդեք եւ նորից կսկսեք, դա կարող է լինել անմիջապես հենց նոր սկսվող որևիցե բիզնես, նոր սկսվող աշխատանք, որ երբևիցե չեք արել դուք նման աշխատանք, ոնց որ ինչ-որ մի բան ոնց հիմքից է, հա, ձեզ մոտ ձևավորվում։ Նաև երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են այստեղ։ Երեխաները թորներն են գալիս ձեր տուն, երեխաներն են գալիս ձեր տուն, կամ իմանում եք, որ թորնուհի եք ունենալու, թորնիկ եք ունենալու։ Եվ այդ օրը ոմանք կամ վիրահատության եք գնում, կամ զգուշ եղեք ընդհանրապես սուր գործիքներից, նաև դա կարող է լինել ոչ սուր գործիքներով աշխատել, հիմքից ինչ-որ մի բան փոխել, նաև վեճ, որից հետո մարդը դուռը շղկացնում դուրս է գալիս։ Այդ օրը նաև ոմանք կգնան գեղեցկության սրահ, ոմանք նաև որևիցե բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 23-ին։ Մի քիչ բորբոքված եք,
լարված եք, սա էլ էր ուզում դուրս գալ, միգուցե փոփոխությունից է դա, փոփոխություն է եւ չեք կարողանում դիմադրել այդ փոփոխությանը։ Տեսնենք ինչու եք բորբոքված, ինչու եք կատաղած, ինչն է ձեզ անհանգստացնում այդ օրը։ Կորուստը կամ կորուստ կունենաք, եթե շարունակեք այդպես բորբոքվել, ինչ-որ մի բան է ձեզ համար խնդիր կարող լինել, մանր-մունր, ոյ չէ պետք է դուք կարողանաք ձեզ զսպել, որտեվ քանի քարտերը գնում են, այնքան ավելի վատն է, դրա համար պետք է կարողանաք ձեզ զսպել այդ օրը յուրաքանչյուր պարագայում, ինչ էլ որ լինի։ Սա անհանգստություն չի, սա այնա, որ մարդը ինչ-որ մի տեղ է գնում եւ այնտեղ չի կարողանում իրեն տիրապետի, եւ դա բերում է հավելյալ խոչընդոտներ, կորուստներ, մանր-մունր խնդիրներ։ Այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ կամ նոր ընկերներ ձեռք կբերեք, նոր ծանոթություններ կունենաք եւ բավականին առույգ կլինեք, այսօր այն կողմ շատ կգնաք եւ նաեւ հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, գուցե այստեղ փոխելու համար ձեր կարգավիճակը, ձեր այդ լարվածությունը գուցե գնաք հյուր եւ այնտեղ հանգստանաք գաք։ Նաեւ դա նորություն է, որ կլսեք, ճանապարհ կգնաք եւ նոր ծանոթություն սա կարող է լինել կամ կփորձեն ձեզ հետ դրսում ծանոթանալ, միգուցե դա ինձ եք կատախած, կամ դուք եք փորձում ծանոթանալ ինչ-որ մեկի հետ դրսում։ Ինչ-որ բաներ կարող պատվիրել, բերեն, տան ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 23-ին։ Շատ խոսակցություն, զրույց, բամբասանք նաեւ, նայեք երկուսն էլ ընկել է, նշանակում է, որ մարդիկ կարող են լինել ովքեր, որ հստակ այդ օրը միմիայն զբաղվում են սովորելով, այստեղ բամբասանքներ ու բամբասանքներ կարող են լինել, այս մյուսի հետ լեզվակռիվ է, մյուսի հետ լեզվակռիվ, սա չհասկանաք, նա հետ չհասկանաք, գնաք այստեղ զգաք, որ բամբասում են, գնաք այնտեղ մյուս տեղը տեսնեք, որ բամբասում են, այստեղ կամ հստակ ոնց որ պարապմունք է, դուք եւ դիմացին, իրար հետ այդպես պարապում եք եւ պետք է ոնց որ խոսեք, քննարկեք ինչ-որ բան։ Ոմանց մոտ սա նաեւ գաղտնիքի բացահայտում է, որ էլի առավոտյան կարող եք գորգռալ, երեկոյան կարող եք այդպես էլի լեզվակռվի մեջ մտնել այդ գաղտնիքը իմանալուց հետո։ Այնպես է, որ օրը շատ եք խոսելու, բավականին շատ եք խոսելու, այստեղ այնտեղ կարող տարբեր մարդկանց տեսնեք խոսեք։ Նաև օրվա ընթացքում կցանկանաք փոխել ձեր կյանքի էջը, փոխել ինչ-որ մի բան ձեր կյանքում եւ դրա համար եւս էլի ինչ-որ մարդկանց հետ կարող եք քննարկել դա։ Խոսքով խոսակցությունը։ Հետաքրքիր է, այսքան ժամանակ դեռ չեր ընկել երկուսը նույն քարտը միաժամանակ։ Իրենք երկու տարբեր պատկերներ են։ Մեկը ձեր հետևից են խոսում, մյուսը այնպես են խոսում, որ դուք չեք էլ իմանում, այսինքն թաքուն քննարկում են ձեզ, այդպես։ Կողը բացահայտվում է, որ քննարկում են ձեզ, որտեղ գաղտնիք կար, գաղտնիքի բացահայտում էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 23-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, ֆիգուրներ են, տարբեր տարիքային տղաների եւ տղամարդկանց հետ կարող եք հանդիպել եւ որևիցե կնոջ հետ կարող եք խոսել։ Տեսնենք հերթով ովքեր են։ Առաջին տղան ով է։ Սա ինչ-որ անլուրջ հարաբերություններ են, անլուրջ մոտեցում է, մեկ ակնթարթ իրենից ինչ-որ մի բան կարող է ստանաք, անի, կամ իր մոտ կարող է ինչ-որ մի բան լինի, այդպես մեկ ակնթարթ մտնի ձեր կյանք նաև։ Բայց սա նաև կարող եք գնալ իր հետ խաղալ ինչ-որ միտեղ, կամ ինքն է գնում խաղալու այդ օր իմանում եք։
որ սիրում է խաղալ, այցելում է նման տեղեր կամ միգուցե ձեր զույգն է, ձեր եղբայրն է, հավաքվում եք եւ երեխաներին տանում եք այդպես խաղասրահ։ Տեսնենք ով է այս կինը կամ աղջիկը։ Վիճում եք այս կնոջ հետ։ Ոմանց մոտ միգուցե հյուր է գալու ձեր տուն եւ տուն եք մաքրում, որ գա այդպես մաքուր լինի։ Իսկ մյուս տղամարդը ով է։ Մյուս տղամարդը ձեզ ուղղություն ցույց կտա կամ իր հետ կապված ոչ մի բան կորոշեք, հա, օրինակ դուրս եմ գալիս հետո հանդիպման, վերջ դիմում եմ իրան ինչ որ հարցի հետ կապված, իրեն հանում եմ իմ կյանքից, ինչ որ բաներ են այստեղ, որ այդ տղամարդը կամ ինքն է ձեզ խորհուրդ տալու, ուղղություն է տալու, այսա այսպես արա։ Ոնց ձեր տնօրենն է, մենեջերն է, ինչ որ մեկն է կամ սովորացնում է ձեզ եւ ասում է այս ոնց որ այս պահը այսպես բարվի, այսպես արա։ Այսքանը ձեզ համար մարդիկ էին, ովքեր որ օգտակար էին նաև ձեզ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 23-ին։ Որ անցյալից են մարդիկ գալու, անցյալը կարող եք փորփրել, նաև անցյալի մասին մտածեք, անցյալի մեջ խորանաք, միգուցե նաև նախկին այդպես հարսանեկան տեսանյութն եք դնում, նայում, հիշում, թե ինչպես է այն անցել, կարող դա եք այդպես նայում, ամուսնության ինչ որ տարեդարձ է եւ դրա մասին եք, այդպես նայում, ուրախանում։ Կամ անցյալից ինչ որ մեկն է գալիս, միգուցե նախկինում ամուսնացած եք եղել իր հետ, միգուցե հասել եք ամուսնության շեմը եւ բայց չեք ամուսնացել, ինչ որ մեկն է որ անցյալից է։ Ում շատ խորանակ էստեղ անցյալի մեջ, նաեւ ամուսնական կյանքն է, իսկ սա արդեն լավ բանի չի բերում, հա, եթե մարդ ուղակի հիշացնում է անդադ ամուսնում, որ ինչ որ մեկի հետ է շփվել, կարող է լինի, կարող է հիշում ես որ այն չգիտես ում հետ ինձ դավաճանեցիր կամ փորձում էիր դավաճանել այդպես։ Նաև նման բաներ կարող են լինել։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք հենց կարող է այստեղ անցյալից վերադառնում են եւ ձեզ առաջարկում են եւս էլի իրար հետ ապրել։ Նաև հարսանիքի կհրավիրեն կամ հարսանիքի եք այդ օրը, չնայած հարսանիք չեն անում։ Հարսանիքի կարող եք հրավիրել դուք կամ ձեզ հրավիրեն։ Ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, պայմանագիր կարող եք կնքել։ Գուցե նախկինում պայմանավորվել եք եւ հիմա նոր գալիս եք այդ թեմային եւ պայմանագիրը պետք է կնքեք։ Այդ օրը մշտապես նույն գործը կարող եք անել անընդհատ, գուցե անցյալից բեռ է եւ պետք է ավարտեք ի վերջո։ Եվ հանդիպում շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Կամ վիճում եք, կամ ինչ որ մասնագետ է, ով որ սուր գործիքներով գործեր անելով, միգուցե բժիշկ է, ինքը իր մոտ է, իմանում եք կամ գնում եք իրար հետ, որ իր համար ինչ որ սուր գործիքներով ինչ որ գործողություններ անեն, կամ վիճում եք եւ հեռացնում այս կնոջը ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճեղջուրներին։ Ինչ է սպասվում աճեղջուրներին մայիսի 23-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Այստեղ կամ նոր ծանոթություն է, կամ այս տղայի հետ է կապված, միգուցե ձեր սիրելի քուրն է, ձեր սիրելի մայրն է, ձեր դասարանցու քուրն է, այդպես է, ինչ-որ մի տղայի հարազատ կարող է լինել։ Կամ ուղղակի սա նոր ծանոթություն է։ Ոմանց համար այնտեղ ժամադրություն կարող է լինել, ժամադրության գնաք, անակնկալներ, նվերներ, լավ պահեր, բարձր տրամադրություն, նաև ինչ որ բան է առաջ գնում, ինչ որ բան է ծաղկում, զարգանում ձեզ մոտ, միգուցե հարաբերությունները։ Եվ գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաև ոմանք
կփոխեն իրենց կյանքի էջը, այսինքն նոր ինչ-որ մի բան կարող է հայտնվել ձեզ մոտ, միգուցե ձեր հարաբերությունները նոր թափ է լինում, միգուցե ինչ-որ սառնություն կար եւ հիմա արդեն զգում եք, որ ոնց որ սայլը տեղի չարժվում է եւ արդեն ամեն ինչ նորմալ է այդպես։ Եվ սա նաեւ ուսում է, ոմանք կսովորեն, ոմանք քննություն եք հանձնում այդ օրը, ինչ-որ պահեր են այստեղ սովորելու հետ կապված։ Այսքանը ձեզ համար, դե այստեղ կարող են նաև ձեզ սիրո խոստովանություն անել, ինչ-որ բացեն իրենց սիրտը ձեր առջև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 23-ին։ Լաբիրինթ է սա, ոյ, մի քիչ դժվար օր է։ Դժվար օր է, խնդիրներ կան, լաբիրինթից տեսնենք կարողանանք դուրս գալ, սա խճճվել է, ինչ-որ մի բան դժվարություններ են, որ պես գալիս է։ Դա եթե լավ շարժուն լինեք, կարողանաք ճիշտ միտքը օգտագործել, ուղեղը օգտագործել, ապա այո, այստեղ միայն այդ դեպքում կարողանանք դուրս գալ, ձեր էներգիայի շնորհիվ, ձեր արագ ճկուն լինելու շնորհիվ կարողանաք լուծել այդ հարցերը։ Բայց նաև միևնույնն է այդ օրը այսպես թե այնպես ճակատագրական օր է, դժվար օր է ոմանց համար, կարմայական այդպես դժվարություններ կան, փորձություններ կարող են լինել, պետք է հաղթահարեք փորձությունները։ Նաև դա այստեղ կարող է ճակատագրական ծանոթություն է ոչ երիտասարդի հետ։ Նաև բեռն է ուղղակի, ինչ որ կարող է մի տղայի հետ է կապված, այդ բեռն է ձեր ուսային կամ խոսում եք այդ օրը, որ գիտես, մի փոքր էլ դու աշխատի, մի քիչ էլ դու օգնի, նման թեմաներ նաև կարող են լինել։ Տեսնենք ով է ամենայն դեպս այս երիտասարդ տղան, դա տղա տղամարդ է, երիտասարդ չի, ոյ, երկու քարտ դուրս եկավ, ինչ որ մեկն է, ում հետ որ շատ կխոսեք, միգուցե իրոք ժամանակի մասին խոսեք, ոնց որ ժամանակն է, գնա աշխատելու կամ ինչ որ պահեր են այստեղ, կամ շատ ժամանակ անցկացնեք այս տղայի հետ եւ շատ զրուցեք, խոսեք, քննարկեք ինչ որ մի բան, միայն պետք է ուշադիր լինեք, որպեսզի լեզվակռվի մեջ չմտնեք։ Դա կողը բամբասանք է, որ շատ ժամանակ եք անցկացնում այդ տղայի հետ եւ 4 կողմից բամբասում են այդ մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 23-ին։ Ոմանք կարող է գնում եք վիրահատության կամ սուր գործիքներով եք աշխատելու, ուշադիր եղեք ամենայն դեպս սուր գործիքներից, որպեսզի չվնասվեք։ Նաև սա ինչ-որ մեկին ձեր կյանքից կարող եք հեռացնել, եւ այդտեղ միգուցե երկիեսանիների պատճառով հեռացնեք ձեր կյանքից կամ հեռացնեք, իրենք ուրախանան, զվարճանան, որ դուք արդեն միայնակ եք։ Սա նաև մարդը ոնց որ փոխում է, այսինքն հիմքից ինչ-որ մի բան է քանդում եւ փոխում է միգուցե հարաբերությունները, միգուցե կարող է նորից էլի շանս եք տալիս ձեր երկրորդ կեսին եւ միանգամից սկսում են, այստեղ թե ինչի ես նման բան անում եւ այլն, սկսում են ձեզ մի քանի տեսակի խորհուրդներ տալ եւ շեղել ճիշտ ուղուց։ Դե պետք չի այդ օրը ոչինչ ասել, եթե դուք եք որոշում, ինչ-որ մեկի հետ, որ պետք է նորից վերականգնեք, այստեղ խնդիր չէ։ Կամ եթե այդ օրը պետք է ուշադիր լինեք, որպեսզի ուրիշների դրդումով չհանեք ինչ-որ մեկին ձեր կյանքից։ Նաև ոմանց այդ օրը սեր կխոստովանեն, դուք սեր կխոստովանեք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, եւ կարող է այդ նախանձություն կա այստեղ, որ միասին եք, որ իրար հետ եք, որ ավելի լավ եք իրար հետ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։